Շարունակում ենք խոր ծնողներին էջով, մինչ թեմային անցնելը հիշեցնեմ այս հատվածի մեր գործընկերներին։ Բելգիական Nontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով, Canbebe տաղդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք կամ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Եվ մեր հաջորդ գործընկերն է Tonus-less տեղագործական ընկերությունը իր Gummy King մանկական վիտամիններով։ Այս վիտամինները պատրաստվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 100%-ով բնական են, չեն պարունակում կոնսերվանտներ եւ ունեն հաճելի մրգային համ։ Վերջիններս նպաստում են ոսկրերի, մկանների հյուսվածքի բնականon եւ առողջ աճին, ինչպես նաեւ իմունիտետի ամրապնդմանը կարող եք հարցնել բոլոր դեղատներում։ Դե իսկ մենք այսօր անդրադառնալու ենք մանկական հասակում առհասարակ ջերմությանը, բարձր ջերմաստիճանին, ինչքանով է կարևոր հսկել, երբ է պետք անհանգստանալ եւ դիմել բժշկի, իսկ որ դեպքում է ջերմաստիճանը ուղղակի օրգանիզմի պաշտպանողական ռեակցիայի դրսևորում։ Այսօրվա իմ հյուրն է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Մերի Մարանդյանը։ Ողջույն, բժշկուհի Մարանդյան։ Նախ եկեք խոսենք այն մասին, ինչու է ջերմությունը բարձրանում առհասարակ մարդկանց մոտ։ Հիմա մասնավորապես քննարկում ենք փոքրիկների եւ ինչքանով է դա կարևոր օրգանիզմի որպես պաշտպանական ռեակցիա։ Արդեն ձեր հարցի մեջ կար պատասխանը, դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է։ Ջերմության բարձրացումը խոսում է նրա մասին, որ երեխայի իմունիտետը փորձում է ազդանշան տալ մեզ, որ որևէ արտաքին գործոն իրեն անհանգստացնում է։ Արտաքին գործոնները բազմաթիվ կարող են լինել, ինչպես ինֆեկցիոն ծագման, այնպես էլ ոչ ինֆեկցիոն։ Հետևաբար, երբ որ մենք ֆիքսում ենք ջերմության բարձրացում, թիվ, հետևաբար արդեն պետք է մտածենք, որ որևէ գործոն կա, որ օրգանիզմը փորձում է պատասխան ռեակցիա ձևավորել։ Եվ ուրեմն որն է համարվում առհասարակ բարձր ջերմություն եւ որ դեպքում է որ արդեն պիտի անհանգստանանք ու անհապաղ երեխային տանենք հիվանդանոց կամ հրավիրենք տուն։ Առհասարակ ջերմության թվի մասին խոսելիս նախ սնդիկային ջերմաչափի թիվն է համարվում նորման, 36.6-ը դա միջինացված թիվն է համարվում, որ առողջ մարդու համար համարվում է նորմալ ջերմություն։ Հետևաբար, եթե այդ թվից բարձր ջերմություն ունենք, որը 37-ից մինչև 38 աստիճան Ցելսիուս է լինում, սա խոսում է ցածր ջերմության կամ գրականության ասած սուբֆեբրիլ ջերմության մասին։ 38.3 եւ ավել ջերմությունը համարվում է արդեն բարձր ջերմություն, կոչվում է ֆեբրիլ ըստ գրականության տվյալների եւ խոսում է օրգանիզմի պաշտպանական ակտիվ ռեակցիայի մասին, բայց պետք է այստեղ մի փաստ ֆիքսենք, որ ոչ բոլոր մարդկանց ջերմության նորման է համարում 36.6-ը, հետեւաբար երեխաների մոտ հատկապես, ինչպես նաեւ որոշ մեծահասակների մոտ, պայմանավորված ջերմակարգավորման տարբեր մեխանիզմերով նորմալ ջերմությունը կարող է համարվել 36-ից մինչև 37 աստիճան Ցելսիուսը։ Այսինքն սա ինչ որ բան փոխում է, եթե մենք գիտենք մեր երեխայի մոտ նորման օրինակ 37 է եւ իր մոտ արդեն 38 է, դրանից ավելը պետք է դեռ չանհանգստանանք 9 լինի նոր ահազանգենք, այդպես է ստացվում, թե ոչ միշտ է սա գործում։ Այստեղ ոչ թե խնդիրը թե որքան բարձրացումն է իր նորմայից համարում բարձր, այլ այն դեպքերը, որ միշտ չէ որ 37-ը համարում ենք բարձր ջերմություն։ Հետևաբար, եթե օրինակ երեխան հատկապես դեռ փոքրիկ է ու մայրիկը եւ հայրիկը չգիտեն երեխայի նորմալ ջերմությունը որքան է, կարող են անհանգստանալ 37 ջերմությունից, բայց դա լինի իր նորման կամ լինի միջավայրային գործոնի ազդեցություն, օրինակ երեխան շատ տաք հագնված լինի եւ ֆիքսվի 37 աստիճան Ցելսիուս ջերմություն, հետեւաբար տարբեր գործոնների իրենց ազդեցություն ունեն, որովհետեւ ջերմություն դա միայն օրգանիզմի ռեակցիայի դրսևորում է համարվում։ Ինչ կարևոր փաստ նշեցիք, տեսեք, շատ հաճախ նույնիսկ նայեք զարկերական ճնշման չափման դեպքում էլ չէ, կարող են ինչ որ գործոններ սխալ չափման հետևանքով նույնիսկ սխալ տպավորություն թողնել, որովհետեւ տնային մոնիտորինգը կարևոր է։ Հիմա նույնն է այս դեպքում, եթե երեխայի հետ մայրիկը դիմել է եւ ասում է, որ այսքան օր ջերմել է այսքան, կան արդյոք ցուցանիշներ, որ մենք իմանանք հստակ ճիշտ է չափվել ջերմությունը եւ եթե կարելի է մի քանի խորհուրդ ինչպես ճիշտ չափել երեխային, չգիտեմ, վերմակով փաթաթված գերքրտնի արտադրությամբ, թե հակառակը չորացնել մակերեսը կամ մի փոքր ավելի թույլ ծածկոցի դեպքում, արդյոք դրանք գործոններ են, որ կազդեն։ Դուք նշեցիք այդ կարևոր գործոնները, որոնք հատկապես սնդիկային ջերմաչափման վրա շատ կարևոր ազդեցություն ունեն։ Ջերմաչափումը կատարվում է հիմնական թևատակի հատվածում։ Թևատակը պետք է լինի չոր, նախապես չորացված անձեռոցիկով, հաջորդիվ պետք է անպայման ֆիքսել ժամը, թե երբ ենք դրել ջերմաչափը լինի թափահարված, ֆիքսած ունենք ցածր ջերմությունը, ջերմաչափումը կատարվում է 3-ից առավելագույնը 5 րոպեի ընթացքում եւ ֆիքսվում է այդ պահի ջերմություն, երբ որ երեխան կամ գտնվում է մերկ վիճակում կամ բարակ հագած հագուստով է։ Հետևաբար, եթե ունենք օրինակ տաք վերմակով ծածկված բալիկ, ծածկոցով ծածկված, այդտեղ մենք կարող ենք ունենալ բարձր ջերմություն, որը իր մարմնի ջերմությունը չլինի, այլ միջավայրի հաղորդված ջերմության արդյունքը մենք տեսնենք միայն։ Ոնե դեպքում մի քիչ թեթևացնենք ստացվում։
հասկանում եմ։ Շատ լավ, շատ կարևոր։ Կասեք, արդյոք կան տնային պայմաններում անվտանգ ջերմիջեցնողներ, արդյոք կարելի օգտագործել թե ոչ, եւ իհարկե բացի դեղամիջոցներից ինչ պետք է մայրիկները անեն, եթե մինչև 38 է։ Եթե ֆիքսել են երեխայի մոտ ինքնազգացողության վատացում եւ 38 աստիճան Ցելսիուս ջերմություն, այստեղ իհարկե նաեւ տարիքն է կարևոր։ Պետք է իջեցնել մինչև 3 ամսական, անգամ կարող են կացել մինչև 5-6 ամսական բալիկների մոտ, որովհետեւ շատ կարևոր գործոն այստեղ կրծքի կաթը ուտելը կարող է երեխայի վրա ազդեցություն ունենալ ջերմության գործոնով։ Օրինակ ջերմի 38 աստիճան թույլ զգա, չունենա ծծման ռեֆլեքսը եւ հետեւաբար հրաժարվի կրծքի կաթ ուտելուց։ Եթե ավելի մեծ երեխաների մասին է խոսքը, օրինակ խաղում են, ակտիվ են, թեկուզ մի քիչ թույլիկ են, բայց իրենց ինքնազգացողություն տուժած չի, 30 ջերմությունը ոչ միշտ է պետք իջեցնել։ Կարելի է հանգիստ երեխայի հագուստը հանել, մեխանիկորեն փորձել, որ ջերմահաղորդում լինի եւ այդպիսով կրկնակի չափել 30 րոպե անց։ Միջինում 20-ից 30 րոպե հետո օրգանիզմի ռեակցիան պարզ է լինում։ Կամ գնում է դեպի վերև 38 եւ ավել, կամ իջնում է 37.5 եւ համարում ենք, որ երեխայի ջերմությունը ինքնուրույն իջավ։ Այստեղ շատ կարեւոր է, որ եթե մենք տենդենս ունենք բարձրանալու ջերմության, մայրիկների մեծ մասը փորձում է օգնել արագ երեխային եւ ցածր ջերմության թվի դեպքում արագ ջերմիջեցնում է։ Այստեղ մենք բախվում ենք խնդրի հետ, որ ջերմության ցածր թվի դեպքում տրված ջերմիջեցնողը երբեք չի կանխում process-ի զարգացումը դեպի վեր։ Հետևաբար 37.8 ջերմությունը 5 տարեկան երեխայի մոտ պետք չէ իջեցնել, ինչպես արդեն նշեցի, եթե երեխայի ինքնազգացողությունը լավ է։ Պետք է սպասել, բարձրանա մաքսիմալ թվի, թեկուզ 39, ընդհանուր մինչև 40, որևէ վախենալու բան չկա այստեղ։ Արդեն վախենալու բան չէ։ Ես գիտեմ, որ ծնողների մեծ մասը վախենում են ջերմության թվերից, բայց միշտ նշում ենք, որ 38.5 թե 39.5 օրգանիզմի ռեակցիան նույնն է։ Եվ մաքսիմալ ջերմության ժամանակ նոր տալ համապատասխան ջերմիջեցնողը եւ դրանից հետո մոտավորապես 40 րոպեից մինչև 60 րոպեի ընթացքում հանգիստ սպասել, մինչև դեղորայքի իր ազդեցությունը ունենա։ Դեղորայքների ընտրությունը հիմնականում երկու մեծ խմբի են պատկանում՝ պարացետամոլ պարունակող եւ իբուպրոֆեն պարունակող դեղորայքները։ Տարիքից կախված դրանք կարող են լինել օշարակի, հաբի կամ մոմիկի ձևով։ Արդեն ծնողների մեծ մասը դա իմանում են, ունենալով փորձառություն, ինչպես նաեւ նրանց օգնում է շատ դեպքերում համացանցը, որ կարողանան գտնել adekvat ջերմիջեցնող, որ երեխային օգնեն։ Շատ լավ, մի քիչ այսպես մտածողություն պետք է մի քիչ վերանայել, համաձայն եմ։ Խոսենք նաև մի փոքրիկ ավելի անհանգստացնող երևույթի, դրանք ցնցումներն են, որոնք կարող են դիտվել հատկապես եթե բարձր ջերմության հետ գործ ունեն, այլ որ դեպքում կարող են ծնողները անհանգստանալ եւ ուշադիր լինեն, եթե ցնցում գրանցվեց, ուրեմն ինչ որ բան այն չէ։ Առհասարակ ցնցումների մասին խոսելիս, սա ամենատագնապային վիճակն է համարվում ծնողի մոտ, որովհետեւ ցնցումը իրենից ներկայացնում է վիճակ, երբ որ երեխայի գիտակցությունը կորուստ է լինում։ Այստեղ շատ կարևոր է տարբերակել մենք ունենք դող սարսուռ, թե ունենք ցնցում։ Ծնողների մեծ մասը վերին վերջույթների կամ երբեմն ստորին արագ թափահարելը, կապտելը եւ երեխայի լացը համարում են որպես ցնցում։ Եվ դες դիմում են, որ երեխան բարձր ջերմ է եւ ցնցվում է։ Մի քանի հարց մեզ կողմնորոշում են մենք գործ ունենք ցնցման հետ, թե դող սարսուռով ջերմության բարձրացման հետ։ Ինչպես բազմիցս նշել եմ, դող սարսուռով ջերմության բարձրացումը օրգանիզմի պատասխան ռեակցիա է։ Երբ որ երեխայի ջերմությունը արագ է բարձրանում, օրգանիզմում շրջանառող այրան ծավալը կենտրոնանում է դեպի ուղեղ եւ սիրտ։ Հետեւաբար սիրտը արագ է աշխատում, գլուխը տաքանում է եւ վերին ստորին վերջույթները սառում են, կարող է նաեւ կապտել։ Եվ քանի որ արյունամատակարարումը վատանում է, սկսում են անկանոն շարժումներ անել եւ երեխան մրսելուց նաեւ դողացնում է։ Սա իրենց ներկայացնում է վիճակ, երբ որ օրգանիզմը ուղղակի արագ ջերմություն է զարգացնում։ Երբ խոսում ենք ցնցումների մասին, դա օրգանիզմի պատահական առաջացած ռեակցիա է, երբ որ երեխան ջերմության ժամանակ ունենում է գիտակցության կորուստ։ Հիմնականում դրսևորվում է վերին ստորին վերջույթի ձգումով, կարող է նախորդել դրան թափահարումը, հետո ձգումը, հայացքի հարումով մի կետի եւ դրանից հետո հիմնականում, երբ որ դրվագը ավարտվում է, որը միջում տևում է 2-ից 3 րոպե, դիտվում է երեխայի քնկոտություն եւ ակամա միզարձակում։ Սրանք հիմնական այդ դրսևորումներ են, որոնք կարող են իհարկե նորմալից շեղումներ ունենալ այս կամ այն ուղղությամբ կախված թե ինչ տեսակի է եղել, բայց հիմնական դրսևորումները դրանք են լինում։ Ջերմային ցնցումները հիմնականում դրսևորվում են 3-ից մինչև 6 տարեկան երեխաների մոտ։ Ի ուրախություն մեծ, դրանք ինքնուրույն դադարող երևույթներ են, երբեք չեն մեծ մաս դեպքերում, հա, բժշկության մեջ երբեք բառը չեն կարող օգտագործել, չեն առաջացնում օրգանիզմի անդառնալի process-ներ եւ դադարում են, երբ որ գործոնը, որը ջերմությունն է, նահանջում է
Հետևաբար այդ ժամանակ, երբ որ դիտվել է երեխայի մոտ ցնցումը, դա արդեն կամ ջերմիջեցում ստացած է, կամ այդ պահին ջերմիջեցում է արվում։ Չպետք է դադարեցնել դա, պետք է ուղղակի երեխային տալ ապահով դիրքը, իսկ դա պարկաս, գլուխը մի կողմի վրա թեքած վիճակն է, երբևիցե բերանի մեջ չմտցնել որևէ գործիք, մատ, որպեսզի լեզուն չգնա հետ, չի լինելու նման բան, հա։ Երեխան այդ պահին ուղղակի մարդը, որ մատը մտցրել է մեջը եւ իր մատը կարող է տրավմայի ենթարկվել, որտեղ երեխան ձգված բերան ունի այդ պահին, ինչպես նաեւ երեխան ինքը կարող է իր սեփական լեզուն վնասել։ Հետևաբար պետք է տալ կողքի դիրք, հագուստը հանել եւ սովորական ջերմիջեցում անել։ Ինչքան էլ այս դրվագը սարսափելի է ծնողի համար, մի անգամ տեսած ծնողը հաջորդ անգամ ավելի զգուշավոր ու adekvat է իրեն պահում եւ կարողանում է երեխային adekvat օգնել։ Եվ մի բան կուզեի նշել, որ շատ կարեւոր է։ Եթե կյանքում մեկ անգամ երեխան ունեցել է ջերմային ցնցում, հաջորդի ցնցման ռիսկի իհարկե կա, բայց դա չի նշանակում, որ ջերմության 37.5-ը պետք է իջեցնել։ Ջերմության թիվը երբեք կապ չունի ցնցման դրվագի հավանականության հետ։ Բալիկը կարող է 9.5 ջերմության ժամանակ չցնցվել, կարող է 7.5 ջերմության ժամանակ ցնցվել։ Հետևաբար արագ իջեցնել ջերմությունը չի կախում ցնցման զարգացումը։ Շնորհակալություն շատ, եթե վերջում ունեք ամփոփիչ խորհուրդներ, Բուժկոն Մարանդյան, խնդրեմ։ Ընդհանուր առմամբ կուզեմ նշել, որ ջերմությունը երեխայի պաշտպանական ռեակցիան է։ Մի վախեցեք ջերմության բարձրացումից, եթե դա adekvat ջերմության թվերի սահմանում է կամ 1-2 օր տևողությամբ է, երբեք չի վնասելու երեխայի օրգանիզմը եւ պետք չի անհանգստանալ եւ արագ սկսել օրինակ հակաբակտերիալ բուժում։ Ջերմության թիվը օրգանիզմի հետ ուղիղ կորելացիայի մեջ է գտնվում, հետեւաբար եթե հարցեր կան մանկաբույժի հետ քննարկեք, նոր դեղորայքի փոփոխության հարց կորոշեք, որովհետև մենք շատ դեպքեր ունենում ենք միայն ջերմության բարձրացման համար սկսված հակաբիոտիկային բուժում, որը խիստ հակացուցված է եւ ցանկալի չէ։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառով դեռ չեք կարողացել կապ հաստատել ձեր մասնագետի հետ, ապա խնդրեմ կարող եք միացնել Բուժինֆոն եւ մեր սիրելի մասնագետներից լսեք համապատասխան խորհուրդները, նայած թե որ վիճակում է այս պահին ձեր բալիկը գտնվում։ Հիշեցնեմ, որ այս պահին մենք զրուցում էինք Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Մերի Մարանդյանի հետ, խոսեցինք մանկական հասակում ջերմության կարևորության եւ իհարկե որոշ ազդանշանների մասին, ինչպես վարվել եւ ինչ չանել։ Հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերներին, բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքատեսակով, Canbebe տակդիրների բարակ մակերեսը հարստացված է վիտամին E-ով, հալվեիդի թապտղի երիցուկի էքստրակտով, որը պաշտպանում է ձեր երեխաների նուրբ մաշկը եւ ապահովում նրանց հարմարավետությունը։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես նաեւ այս սեզոնային փոփոխություններին համապատասխան հիշեցնեմ մեր հաջորդ գործընկերոջը Tonus Less դեղագործական ընկերությունը իր Gummy King վիտամիններով, այս մանկական վիտամինները արտադրվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 100%-ով բնական են, չեն պարունակում կոնսերվանտներ եւ ունեն հաճելի մրգային համ։ Կարող եք ձեռք բերել բոլոր դեղատներում, մասնավորապես Tonus Farm դեղատնային ցանցում կամ պատվիրել on-line 055 30 53 07 հեռախոսահամարով։ Այս պահին այսքանը, տեղաշարժվենք առաջ։